Արվեստագետ այդ մարդիկ ձեր շուրջը կլինեն, բայց Նեպտունը այսպիսի մի այսպես ոչ բարենպաստ դիրքավորում չեմ ցանկանում ասել, այն երբ որ Նեպտունը մուտք է գործում 7-րդ տուն, Նեպտունը դա ոգելից խմիչքներն են, դա թմրանյութերն են, թմրադեղեր են, ուշադիր եղեք այդպիսի մարդկանցից, նրանք կարող են ներթափանցել ձեր կյանք եւ փչացնել ձեր կյանքը, նրանք կարող են ձեզ ներքաշել այդպիսի շրջանակներ, այդ մարդկանց շրջանակներ, ուշադիր եղեք նրանցից, կարող եք ուղղակի նշված ժամանակահատվածում ձեր անձնային խնդիրների պատճառով այցելել հոգեբանի խորհուրդ եմ տալիս ձեզ սուր կոնֆլիկտների մեջ չմտնեք, որտեղ խոյերը չեն սիրում պարվել, քանի որ մարտի 29-ի այդ արևի խավարումը հենց այնտեղ է, նրանք սուր քննադատություններ, ձեր այդ կողակիցը նույնիսկ կարող է այնպիսի մի իրադրության առաջ ձեզ կանգնեցնել, որ դրա տակից ուղակի դուրս գալ դժվար կլինի, բայց կրկին նշում եմ դրական միտումը այն է, որ դուք կարող եք հանդիպել ձեր երազանքի ասպետի Նեպտունը, այն կարող է լինել ակտիվ, կարող է լինել խիզախ, կարող է ձեզ օգնել դուրս գալ բարդ իրադրությունից, այո, եւ այն դատական process-ները, որոնք ուղակի արդարության այդ սկզբունքով ձևավորված լինեն, հնարավոր է, որ ձեզ թույլ տան դուք հաղթանակներ գրանցեք, ինչևէ հեռու եղեք կոնֆլիկտներից, որպեսզի ձեր բաց թշնամիները չօգտվեն այդ առիթից, մանավանդ խոյերը, սիրելի կշեռքներ, հաջորդ կարևոր դիրքավորումը Ուրան-Պլուտոն տրիգոնը ամենաբարենպաստ տրիգոնն է ձեր կյանքում, իմիջայլոց Ուրան եւ Պլուտոն մոլորակների տրիգոնը մեծ հնարավորություն է տալու օդի տարեքի ազդեցության տակ ծնվածներին, ջրհոս, երկորյակ եւ կշեռքի ազդեցության տակ ծնվածներ, մեծ հնարավորություն է կշեռքների համար, Ուրանը դա երկորյակի կենդանակերպում ձեր 9-րդ տանն է, Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում արդեն իսկ նոյեմբերից նա անցել է ջրհոսի կենդանակերպ ձեր 5-րդ տունը, մեծ հնարավորություններ ունեք, եթե ունեք երեխաներ, ապա նրանք կարող են գնալ արտասահմանյան բուհերում սովորելու եւ այդ ժամանակահատվածը հենց 25 թվականի հուլիսի 7-ից մինչ 25 թվականին նոյեմբերի 11-ն է, արտասահմանյան գործուղում, որը մեծ սիրավեպ կարող է բերել ձեր կյանք, հնարավոր է հանդիպեք ձեր սիրելիին համացանցի միջոցով, նրա հետ պայմանավորվեք եւ մեկնեք արտերկիր հանգստանալու, արտերկրում կարող եք հանդիպել ձեր սիրելիին, սիրելի հետևորդներ, սիրելի կշեռքներ, խոշոր շահում կարող է լինել ձեր կյանքում, եթե դուք թերապետում եք տեղեկատվական տիրույթին, եթե դուք